Պարոն դուք հավանաբար ենթադրում եմ, որ ընդունելություն քաղաքացիների կազմակերպում եք եւ կուզեի հասկանալ, այս տարվա մեջ քանի քաղաքացի եք ընդունել, ինչ խնդիրներ եք լուծել այդ ընդունելությամբ եւ ինչ արդյունք ունեք։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Մորսյան։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան, հարցի համար։ Ամեն ուրբաթ օր, պարոն Բագրատյան, քաղաքացիների ընդունելություն է տեղի ունենում, չնայած վերջերս մեր Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների գալու հետ կապված ժամանակի որոշ խնդիրներ է առաջացել եւ մի քանի ուրբաթ օր հարգելի պատճառներով քաղաքացիների ընդունելություն չի անցկացվել։ Հիմա դժվարանամ թիվ նշել, բայց կասեմ, որ եթե ոչ 1000 հարյուրավոր քաղաքացիներ ընդունել ենք, բայց ոչ միայն ուրբաթ օրերն է քաղաքացիների ընդունելություն, եթե քաղաքացին ցանկություն ունի մարզպետին հանդիպելու եւ այդ պահին հնարավորությունը թույլ է տալիս ժամանակի առումով, ոչ մի խնդիր չկա։ Նաեւ խոսքս վերաբերում է հիմա էլ բոլոր քաղաքացիները լսում են, կարող են ի նկատի ունենալ։ Շնորհակալություն պատասխանի համար, բայց այս հարցի իմաստը եւ հարցի նպատակը եւ շարժառիթը այն է, որ ձեր կայքում տեղադրված է վերջի հանդիպում 19 թվականին։ Մտածում եմ այդ ժամանակ դուք մարզպետ եք, թե չէ, չեմ հիշում, այդ ժամանակ նշանակվել եք, թե չէ, այսինքն 19 թվականից հետո ընդունելություն չունեք։ Ասենք պարզ քաղաքացին կարող է ենթադրել, որ դուք ընդունելություն չեք կազմակերպում ու ցավոք սրտի մարզերի մեծ մասին առնվազն եթե կայքերը նայում եք, վերջի գիտեմ 21-ին է նշանակվել, ասած իմաստն է, որ չի կարող լինել իր 19 թվին իր ընդունելությունն էլի։ Հետևաբար քաղաքացին, որպեսզի հրապարակային կարողանա հասկանալ իր հարազատին, իր բարեկամի հարցը լսվել է թե չէ, պետք է անպայման փորձի կապվել ձեր հետ, այնինչ կարող էր կայքում նայել, որ իր քաղաքացուն ընդունել են, պատասխանը ստացել են եւ մեզ որպես падգամավոր չէին անհանգստացել, մենք կասենք գրա բացի նայ կայքում դրված է քո հարազատին, քո ասենք թե սոցիալական ծանր վիճակում գտնվող բարեկամին ընդունել են եւ ճանապարհել են։ Պայմանական եմ ես ասում, ի նկատի ունեմ ցավոք սրտի մարզպետարանների կայքերում վերջի թարմացումը 19 թվի հիշատակումն է, որը մեր համար որպես քաղաքական թիմի նաև պատասխանատվություն թափանցիկության խնդիր է։ Մենք պարտավոր ենք ներկայացնենք հասարակությանը, որ մենք թափանցիկ ենք աշխատում եւ խնդրեմ ամեն ինչ դրված է կայքում։ Այս իմաստով եմ ասում եւ այս իմաստով կխնդրեմ, որ այդ խնդիրը լուծեք կարճ ժամանակում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան, միջև պարոն Մովսյանը պատասխան, ես վերջերս եթե չեմ սխալվում, պարոն Մովսյան տարվա լավագույն մարզպետ էր ճանաչվել, հաշվի առնելով հենց այդ հարցերն էլ նույնպես։ Խնդրեմ, պարոն Մովսյան։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան, դուք շատ ճիշտ եք, ես ձեր հետ համաձայն եմ։ Նախ վստահ եմ, որ այս մեր խոսակցությունը ձայնագրվում է եւ այն մարդը, որ զբաղվում է կայքով, հիմա ես նույնպես վատ եմ զգում ձեր հարցից ու իմ վատ զգալու պատճառը տվյալ մարդու վատ աշխատանքն է, ինձ թվում է ինքը նկատի կունենա, ես չգիտեմ կայքերը մի տեղից է համակարգվում, թե կոնկրետ մեր մարզպետանից, բայց մենք լուսաբանում ենք պաշտոնական Facebook-յան էջ ունի Արագածոտնի մարզպետարանը, որը ես հետևողական ձևով նայում եմ, գիտեմ, որ լուսաբանվում է այլ հարթակներով, բայց կայքի հետ կապված գիտեմ, որ նման խնդիրներ կա, վստահ եմ, որ ձեր բարձրացրած հարցից հետո լուծում կստանա, եթե լուծում չստանա, ես խոսք եմ տալիս անձամբ հետևողական որոշ ժամանակ պարբերությամբ հետևել կայքի թարմացմանը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ արձագանքի համար, պարոն մարզպետ, եւ վստահ եմ, որ բոլոր մարզին, ես քանի որ պետք է բոլոր մարզպետներին ասեի դրա համար, եթե պարոն Սամսյան դուք ասեք, պարոն Սամսյան նույնպես սատարում է իր արձագանքեմ, պարոն Բագրատյան, հարգելի գործընկերներ, մեր մարզպետները ունեն հստակ գրաֆիկ, ունեն օրեր, քաղաքացիների են ընդունում, այդ ընդունման հետ կապված հետագայում նաև հաշվետվություններ կա, քանի քաղաքացի են ընդունել, ինչ հարցերով, ինչ լուծումներ են տրվել, աշխատակազմ են ուղարկում, քանիսը ինչ հարցով էր, այսինքն այդ process-ը մշտական կա, կազմակերպվում է, երևի միակ քաղաքացին, եթե պարզվի մեր մարզպետներից ոմանք չեն ընդունել, այդ աշխատակից քաղաքացին է։ Ովորտի թարմացնի, այլապես անում են գրաֆիկով, փաստաթղթավորված, նորմալ ընթացքով արում։ Միայն այդ process-ը մի պահ գիտեք, COVID-ի հետ կապված որոշակի դադար ենք ունեցել, այնուհետև ամեն տեղերը կազմակերպվում։